Անուն հոր եւ որդվո եւ օգուն սրբո ամեն։ Կշարունակեմ ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Հովանը Ավետարանի մեջ Տերը գսե. ես եմ ոչխարներու թուրը։ Աշխարհի մեջ գոյություն ունին հարյուրավոր կրոնքներ, որոնք երկինք առաջնորդող հարյուրավոր ճամփաներ եւ դռներ ցույց կտան մեզի։ Փրկության հասնելու համար հազարավոր միջոցներ կներկայացվին, ինչպես օրինակ անդամը լալ այսինչ կամ այնինչ եկեղեցիին, հաջախել այսինչ կամ այնինչ ժողովարանը, թղթիկինը վրա գրել, թե մենք որոշված ենք մեր կյանքը Հիսուսի տալ, բարդաթրվիլ Սուրբ Հոգին լեզուներով խոսիլ, մնայուն կերպով եկեղեցի հաջախել ամեն կիրակի։ Այս եւ նման շատ բաներ կներկայացվին իբրև փրկության պայման կամ միջոց։ Այս բոլորը մարդոց կողմի հաստատած բաներ են, սակայն Աստվածաշունչը տարբեր բան կհաստատի։ Աստվածաշունչը բնավ չսեր, թե որոշ եկեղեցիմը անդամ պետք է լալ, որբեսի փրկվենք, ոչ այլ Սուրբ Հոգին լեզուներով խոսիլ փրկության ապացույց կնկատի։ Աստվածաշունչը երբեք չսեր, թե թղթիկիմը վրա պետք է արձանագրել, թե մենք կփափակենք մեր կյանքը Քրիստոսի հանձնել։ Չեն կսեր, թե այս բոլորը ընելը սխալ է, բայց սխալ կդառնա, երբ մարդոց խոսին եկեղեցի գալու մասին, բայց չխոսին Քրիստոսի գալու մասին։ Սխալ կդառնա, երբ մեր անունները թղթիկի վրա գրելով կարծենք, որ կենաց գիրքի մեջ գրվեցան անոնք։ Շեշտը Քրիստոսի անձին վրա պետք է դնել։ Մատթեոս Ավետարանի մեջ Քրիստոս կսե. ինձի եկեք թուրք բոլորդ, հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ պիտի տամ ձեզ։ Աստվածաշունչի համաձայն միայն մեկ ճամփա, մեկ թուր, մեկ անուն կա, որով կրնանք փրկվել։ Պետրոս առաքյալ կհաստատի ասելով. միայն անով կրնանք փրկվել։ Աշխարհի մեջ միակն է անիկա, որ Աստված մարդոց տվավ, որբեսի անոր անունով կարենանք փրկվել։ Փրկվել ինչ բան է։ Առաջին հերթին փրկվել մեղքի ծառայութենեն։ Քրիստոսի զատ ուրիշ ոչ ոք կրնա մեզ ազատել մեղքի ծառայութենեն, համաձայն իր խոսքին։ Եթե որդին ձեզ ազատե, այն ադեն իրավես ազատ պիտի ըլլաք։ Քրիստոս ինքն է թուրը այդ ազատության։ Հովհաննես առաքյալ հայտնության գիրքի մեջ ասած է. անիկա մեզ սիրեց եւ իր անունով մեր մեղքերուն շղթաները փշրեց։ Մեր մեղքերու շղթաները փշրելու ուրիշ միջոց կամ ուրիշ անձ չկա։ Մեղքի ստրբութենեն ձերբազատիլը պայման է, որպեսզի կարենանք երկինք մտնել։ Եթե առանց մեր մեղքերը ձերբազատվելու չենք կրնար մուտք գործել երկինք, եւ եթե Քրիստոսի զատ ուրիշ մեկը չի կրնար սրբել մեր մեղքերը, ուրեմն այս իմաստով Քրիստոս կդառնա մեկ եւ միակ թուրը երկրավոր դեպի երկինք առաջնորդող։ Ըսկուշը լանք փրկության տարբեր միջոցներ քարոզել են կամ քարոզողներ են։ Երբեմն հարց կդրվի, թե քրիստոնեության զատ մյուս կրոնքները սխալ են արդյոք։ Այո, սխալ են եւ 1000 անգամ սխալ։ Որևէ կրոնք, որ չուսուցաներ, թե Քրիստոս ինքն է միակ թուրը փրկության, միակ թուրը Աստուծո տանող, այդ կրոնքը սխալ է։ Պողոս առաքյալ քաղաքացիներուն հղած իր նամակին մեջ կսե. ով որ մեր քարոզած են տարբեր ավետարանը քարոզեցեզի, ով ալլա, նույնիսկ մենք կամ երկինքեն հրեշտակը անիծյալ ըլլա։ Ահա ասի եւ գգգնեմ, ով որ ցեզի ավանդված են տարբեր ավետարանը քարոզե անիծյալ ըլլա։ Առաքյալը անեծքի արժանի կտեսնե բոլոր այն գրոնքները, անձերը, հաստատությունները, որոնք Քրիստոսով իրագործված փրկության վրա չեն դնել շեշտը։ Անեծքի ենթակային, որովհետև կփագեն թուրը օրհնության, թուրը սրբության, թուրը փրկության եւ կփանան տարբեր դռներ, անհուսության, հուսախաբության եւ թեպի կորուստ ու դժոխ տանող դռներ։ Ես եմ ոչխարներուն թուրը։ Այս խոսքը ոչ միայն ցույց կտա, թե Քրիստոս է մեկ եւ միակ թուրը փրկության, այլև ցույց կտա, թե ինքն է մեր միակ միջնորդն ու բարեխոսը մեր երկնավոր հոր առջև։ Պողոս առաքյալ նաև կվկայե, թե Աստծո փափագն է, որ բոլոր մարդիկ գիտնան, թե մեկ Աստված կա միայն եւ Աստուծո մարդոց միջև միակ միջնորդը Հիսուս Քրիստոս մարդը, որ ինքնինքը իբրև փրկագին տվավ բոլոր մարդոց համար։ Թե ինչու Աստուծո մարդոց միջև միակ միջնորդը
Քրիստոսն է, քանի որ Քրիստոս ինքզինք իբրև փրկագին տվավ բոլոր մարդոց համար։ Քրիստոսի զատ ուրիշ ոչ ոք կրնա մեր միջնորդը լալ Աստուծո առջև, որովհետև Քրիստոսի զատ ուրիշ ոչ ոք իր արյունը թափեց մեր փրկության համար։ Ճիշտ է, որ սուրբերը իրենք ևս միջնորդ եւ բարեխոս են մեզի համար, բայց անոնք տարբեր հանգամանքով կներկայանան։ Քրիստոս Աստծո առջև գնալով անգե կբահանջե մեր փրկությունը, իսկ սուրբերը չեն բահանջել, այլ կխնդրեն։ Թուրը նաև Հիսուսի բարգեված պաշտպանության նշան է, ինչպես մեր դան թուրը մեզ հեռու կպահե արտաքին փորձանքներեն, այնպես ալ Հիսուս իբրև մեր թուրը մեզ հեռու կպահե կործանիչ պատահարները։ Ոշխարներում փարախը ունի իր թուրը եւ թուրը Քրիստոսը։ Ան որ փարախը երկինք դռնեն Քրիստոսի միջոցով չի մտներ, այլ ուրիշ տեղեր կմագցի, անիգա քող է եւ ավազակ։ Դերը Հովանու Ավետարանի մեջ կսե. Ես եմ թուրը, ով որ ինձ մե անցնելով ներս մտնե, բիլի փրկվի։ Ուրիշի մեջ են անցնելով ոչ միայն չենք փրկվիր, այլ թշնամի գլանք փրկիչին։ Հաջորդին պիտի անդրադառնանք, ես եմ ճշմարիտ որդադուն գնյութի մասին, ամեն։ Ուրեմն իրապես Աստծո գործը անքննելի է, եւ իրապես չի գա ուրիշ ճանապարհ դեպի Աստված երթալու, քան Հիսուս Քրիստոս, որովհետեւ երբ որ Հիսուս եկավ, զանազան փիլիսոփայություններ, զանազան մարգարեություններ կային։ Եվ Հիսուսին ինչպես փարիսեցիները, այնպես օրենսգետները կամ թագավորին հետևողները, հերովդեսականները զանազան ձևով կուզեին ծուղակ գնել, որ ինչ է ճշմարտությունը ապրելու կյանքի, եւ Հիսուս կսեր, որ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Այսինքն կյանքի ամենին կարևոր հանգամանքները կամ հարցերը, որ մեր քույրությանը կվերաբերի, Հիսուս ոչ թե ցուցումը գուտա իր մեթուրս, այլ դեպի ինքը, ասե որ ինքն է ճանապարհը եւ ճշմարտությունը։ Եվ ոչ չափալ զանազան գրոնքներ խոսին ճշմարտությունը ըլլալու մասին, Քրիստոսի զատ ուրիշ ճշմարտություն չի գա։ Ինչու՞։ Որովհետեւ պատճառներին մեկը մենք մարդիկս ինչ կսիրենք, հարաբերել կսիրենք իրար հետ, կովկովի գերտանք, ինչ կնենք, սուրճ կխմենք, ասոր անոր մասին կխոսենք, երբևն կսենք սերդերնից թեթևցավ, չէ՞։ Մեկը ծխալ կսե, մեկը ճիշտ կսե, դու ծխալ ես, դու ճիշտ ես, բայց այդ ամեն ինչի մեջ կա մարդկային հարաբերություն։ Չի գա գրոնք, որի մեջ Աստված մարդ կդառնա, եւ որում մենք կրնանք ասել, որ այո, խոսեցավ եւ ճիշտ էր։ Չէ՞։ Եվ չի գա գրոնք, որ այդ մարդը միացած լա, երկինքեն իջնելով միացած լա գնոջ, այսպես Սուրբ Հոգի հղիացումով, Աստվածածնեն արավ Աստված մեր մասը եւ Սուրբ Հոգիով ինքը մարդ դարձավ։ Եվ առավել ևս ինքը ճշմարտությունն է եւ սերն է, որովհետեւ ամենեն վերջը հանց նարավ այդ ճշմարտության քինը վճարելու իր արյունով, որը խաչն է։ Ադորամար ովևէ զորություն կամ ովևէ իրականություն չի կա Քրիստոսի մեջ։ Ուրեմն Քրիստոս կգա ոչխարներուն թուրը եւ մեզի կսե բոլոր հոգնածները, բեռնավորվածները, որ չեք գիտեր ուր կքալեք, չեք գիտեր ինչպես կքալեք, խավարի մեջ եք, թե ինձի եկեք։ Եվ հետաքրքրական է, որ երբեմն մենք եկեղեցի կփոխենք Քրիստոս փնտրելու համար, բայց Քրիստոս մեր մեջն է։ Պետք է Քրիստոսի մոդենալու ճամփան գտնենք, ոչ թե շենքը փոխելով կամ հաստատությունը փոխելով։ Եվ ադորամալ մեր եկեղեցին լրջությամբ առած է Քրիստոսին։ Ամեն ինչ Քրիստոսագետրոն է։ Երբ որ հայրները դիսենք, ինչ կսենք, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս։ Ովքեր են օրհնյալ Հիսուս Քրիստոս, այդ պստիկները, որ Հիսուս Երուսաղեմ պիտի ման։ Օրհնյալ է ան, որ գուկա Տիրոջ անունով մենք աղոթքը չսկսած արդեն իր գալուստը կսպասենք։ Ասենք օրհնյալը լա իր գալուստը։ Երբ որ պիտի սենք երթանք խաղաղությամբ, օրհնյալը լա խաղաղությամբ երթանք, Սուրբ Հոգի շնորհներով։
երբ որ բادرակին պիտի դառնանք, խաղաղություն ամենեցուն լսենք, որ Հիսուսը սա իմ խաղաղությունս կթողում ձեզի։ Ալի ոչ թե դեր հայրի խաղաղությունն է, այլ երկինքի են իջած խաղաղությունն է, բادرակը երկինքի արարողությունն է, որ երկրի վրա կլա եւ կբաժնվի մարդոց։ Եվ նաեւ այդ ճշմարտությունը հացը կդառնա, որով կճաշակենք եւ մեր հոգին եւ մարմինը կգերագրվի եւ իր սուրբ հոգիով կլեցվի, որովհետեւ մենք Քրիստոսի զատ ուրիշ տուր չփնտրենք, որովհետեւ ուրիշ տուրները միայն խապկանք կրնան, իսկ Քրիստոս հաստատ ճամփա։ Դու Աստված մեզի հաստատ պահե այդ մեծ սիրո եւ ճշմարտության մեջ, որ հայտնած է մեզի իր սիրելի որդի միջոցով, եւ մենք կալ բարի ոչխարները լանք, որ հետևենք մեր հովիվին եւ կարենանք իր ճամփաներով քայլել Հավիտյանս հավիտենից ամեն